Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ եկեք միասին այսօր նախ փորձենք հասկանալ Լավրովի գալը Հայաստան, նրան ինչպես են դիմավորել որոշ քաղաքական ուժեր, իրազեկման ակցիայի այդ ամեն ինչի անունը, ոստիկանության երկակի ստանդարտները, իհարկե կցանկանայի, որ ժամանակը բավարար էր անդրադառնալու նաև Աննա Հակոբյանի վերջին անդրադարձերին, որոնք որ հանրության որոշ շերտերի մոտ անազնվորեն արդարացրել են բողոքի ինչ-որ ցասումի զգացումներ, բայց հույս ունենալով, որ թեմաները չեն հնանա, բաներ կան, որ կթողնենք վաղը, իսկ երեք այսօրվա համար արդեն թողել էինք որոշ բան Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան Դաշինքի 30 կետանոց, այսպես ասած, առաջարկները, պատկերացումները ապագայի հանդեպ, որի առաջին մի քանի կետին անդրադարձանք, իսկ մյուս կետերը զուգահեռաբար անընդհատ կներկայացնենք։ Ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի անուն ազգանունը լսելուց շատերը միանգամից կարող են նյարդայնանալ, բայց գիտեք ինչ, պետք չի թողնել սա անցնի գնա։ Անպայման այս կետերը 30-ն էլ պիտի քննարկենք, կլինի 1, 2 թե 3 հաղորդման շրջանակներում, իհարկե օրվա մեջ անդրադառնալով կարևոր բաների։ Չնայած աշխատանքային շաբաթը կարելի է ասել նոր կես է ընկնում, այսինքն կհասցնենք երևի թե շատ հարցերի անդրադառնալ։ Նախ մի քանի բառով անդրադառնանք Լավրովի այցին եւ հանրության զգացողություններին, այն որ բողոքը կա ռուսական կողմի հանդեպ, ռուսաստանյան իշխանությունների հանդեպ, դա բավականին արդարացի բողոք է, այդտեղ բացարձակ ոչ մի խնդիր չկա, որովհետեւ այո, ռուսաստանյան իշխանությունները հենց իրենք հանձնեցին Արցախը, ենթարկեցին էթնիկ զտման, երևի իրենց խոստումը կատարեցին այն երկրի հանդեպ, ում դեռ վաղուց զինում էին Հայաստանի դեմ պատերազմի համար եւ փոխանցում հստակ տեղեկություններ, մեզ տալիս էին Իսկանդեր առանց բանալիների եւ կոդերի, այնքան որ ժողովրդի աշկին թոզ փչելու, իսկ իրենց տալիս էին 5 միլիարդից ավել զենքեր ու զինատեսակներ, որոնք հարձակողական զենքեր են, իբր չէին հասկանում որտեղ է օգտագործվելու եւ դեռ շատ վաղուց իրենք ընդունում էին, որ Ադրբեջանը դա գուցե պատմական հայկական տարածք է, բայց միևնույն է այն գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Իմիջիայլոց հայկական դիվանագիտությունն էլ եւս մեկ անգամ ասեմ, որ վերջին տասնամյակներում չի փայլել, որ դիվանագիտական ինչ-որ գործունեությամբ, որպեսզի հնարավոր լինի տարածքային ամբողջականության մեջ չդիտարկել խնդիրը, այլ իրավունքների եւ անվտանգության շրջանակներում, այսինքն շատ վաղուց կարելի է իսկապես իջնել մինչեւ 91 թվական, բայց ավելի ակնհայտ բաները մի փոքր ուշ են, հա, ավելի այլ տեղեր են արտացոլվում, իսկ 91-ին ինչ իմանայինք, թե դիվանագիտությունն ինչ է, արտաքին հարաբերություններն ինչ էին, եթե նոր էր ստեղծվում պետություն, ովքեր էլ որ գիտեին, ցավոք սրտի պետք է կամ տաք գլխով գործեին, կամ պետք է համակարգված ներքին խողովակներով, զարթուղի խողովակներով ունենալով հրահանգներ գործեին ի օգուտ որոշ կայսրությունների։ Բայց այս թեմաները մենք բազմիցս քննարկում ենք, ես այնուամենայնիվ վերադառնամ Հայաստան, այսօրվա օրեր Արման Բաբաջանյանն էր հրապարակել, որ իրենք ակցիա են անելու, միացել էին այլ ուժեր եւս, քաղաքացիներ ընդհուպ միջև, որ այո, բողոքի ակցիա իրականացվելու է, որովհետեւ Ռուսաստանը, ցարական Ռուսաստանը, կայսրական Ռուսաստանը ամեն դեպքում նվիրեց Արցախը Ադրբեջանին, չկատարելով իր իսկ կողմից ներկայացրած նոյեմբերի 9-ի փաստաթղթի իր պարտավորությունները եւ գյուղ առ գյուղ հանձնելով դիրքերը բարելավելով ադրբեջանական զորքերի համար, հետո թաքնվեց ադրբեջանցի զինվորների հետևում եւ իր պարտականությունը լինել երաշխավոր անվտանգության Արցախի էթնիկ բնակչության համար պարզապես մի քանի օրով անհետացավ եւ թույլ տվեց, որպեսզի ադրբեջանական զորքերը իրենց գործը անեն, ինչին Հայաստանի միջամտությունը ուղիղ ավելի լայնածավալ պատերազմի մասին կլիներ, ընդ որում ոչ լեգիտիմ, որովհետեւ տարածքային ամբողջականությունը, ինչի շուրջ գնացել էր բանակցությունները մինչ այդ, արդեն մեծ կոզր էին, հա, խաղաքարտ էին Ադրբեջանի ձեռքում։ Իհարկե Հայաստանին էլ ներսից դրդում են,
որպեսզի լինեն լայնածավալ բախումներ եւ եղան որոշակի ռազմական գործողություններ ընդհանուր մինչեւ զոհեր ունեցանք վիրավորներ եւ մի բան մեզ համար պարզ դարձավ, որ Ռուսաստանը երբեք հայկական շահերը չի սպասարկելու, որովհետեւ մի պարզ պատճառով, ոչ թե որովհետեւ դավաճանում կամ թիկունքից է հարվածում, այլ նա համարում է, որ Հայաստանը իր ֆորպոստն է, ինչի մասին բազմիցս բարձրաձայն հայտարարել է դեռ նախկին նախագահների օրոք, որոնցից ոչ մեկը մի հատ գվոց կամ բվոց չի արտաբերել այդ խոսույթի համար, եւ իրենց ֆորպոստը իրենք կարող են կամ զիջել կամ վաճառել կամ փոխանակել որևիցե այլ երկրի հետ, եթե դա բխում է իրենց կայսրության շահերից։ Մի խոսքով, այս երկրի արտգործնախարարը Հայաստանում է բողոքի ակցիաներ են, ընդ որում բավականին խաղաղ ակցիաներ են դրանք, որոնք կատարում են հանրային վայրերում, այսինքն կոնկրետ արտգործնախարարության շենքի դիմաց փողոցում, որը հանրային վայր է հանդիսանում։ Եվ այստեղ ուզում եմ ներքին գործերի նախարարությանը կամ նախարարին ընդհանուր միջև մի հարցադրումով, դիմել։ Ուրեմն հարգելի նախարար, ինչու է ոստիկանության աշխատակիցը մոտենում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին եւ պահանջում, որպեսզի նրանք հեռանան եւ իրենց որոշած ոստիկանների որոշած վայրից իրենց ակցիաները անեն։ Այդպես լավ չի, ուղարկեք թող հոկտեմբերյանում գնան անեն արտգործնախարարության շենքի դիմաց կանգնելու փոխարեն։ Սա ապօրինի պահանջ է, որը որ հենց ոստիկանի կողմից խոչընդոտվում է, այսինքն հավաքների ազատության մասին օրենքը այստեղ խախտվում է, առավել եւս, որ այդ հավաքները հանկարծ չկարծեք ես երկակի ստանդարտներ եմ կիրառում, ես ճիշտ հակառակ, հիմա ես կմանրամասնեմ կհասկանաք։ Հանրային ցանկացած վայրում ցանկացած տիպի բողոքի ակցիա կարող են իրականացնել քաղաքացի կամ քաղաքացիների խմբեր եւ այլն եւ այլն։ Ընդ որում կլինի ինքնաբուխ կազմակերպված, ինչի մասին նախապես տեղեկացված պետք է որ լինեք։ Ոնց կարող եք դուք մոտենալ ու ասել, որ չէ, տեղափոխվեք այն ինչ վայրում ակցիան արեք, չեք կարող, առավել եւս որ այստեղ երկակի ստանդարտների կիրառում է նկատվում, օրինակ ընդդիմադիրները մի 2-3 տարի առաջ արտգործնախարարության ոչ թե շենքի մոտ էին ակցիա անում, ընդ որում շատ կեղտոտ ձևով, այլ հարձակվում էին արտգործնախարարության շենքի վրա, այն շենքի վրա, որտեղ նախարարը մի մարդ էր, ում դրանից 1-2 տարի առաջ ընդհանուր մինչև սպանելը ծեծել էին, եւ այդ նույն խմբերն էին, որոնք որ հարձակվել էին կառավարության շենքի եւ ազգային ժողովի շենքի վրա, այսինքն իրենցից կարելի էր ակնկալել, որ իրանք այդտեղ խուլիգանական նպատակներով են գտնվում եւ ոչ թե քաղաքացիական ակցիայի, բայց այնուհանդերձ նրանք հաջողեցին արտգործնախարարության շենքի լուսամուտներին ինչ ցանկանան փակցնեն, ներխուժեցին շենքի ներսը, բախումներ եղան ոստիկանների հետ եւ այլն։ Ինչու նախապես դուք այս ուղղությամբ աշխատանքներ չէիք անում եւ նրանց չէիք կենտրոնացնում ուժեր, եթե չէր կարելի, հա, եւ վռնդեիք նրանց ու հուշեիք թե այլտեղ որտեղ կարող են դա անել։ Ընդ որում նույն Լավրովինի պաշտպանություն, ես այսօրվա պես հիշում եմ, Վարդևանյանը ինչպես էր բարձրախոսը ձեռքը, Վարդևանյանի մասին մոռացած կլինեք, ինչպես էր բարձրախոսը ձեռքը, շնորհակալություն հայտնում, շնորհավորում, ինչպես էին դիմավորում ռուսական դրոշներով եւ այլն, այն դրոշներով, որի ղեկավարները հետո պիտի Արցախը էթնիկ զտման ենթարկեին կամ ամենայն դեպս լուր մասնակիցը լինեին այդ ամենի։ Ինչու էս պարագայում չկար դա։ Ընդ որում, ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, մարդիկ ովքեր որ ակցիա են իրականացնում, այնպես չի որ սրտովս է դրա համար հիմա այստեղ պիտի պաշտպանեմ, բայց ընդդիմադիրների ակցիաները որ սրտովս չեմ բան եմ անում։ Ոչ, այստեղ հստակ տարբերությունը ասեմ։ Սա ակցիա է, ընդ որում ելույթներ չկան քաղաքական, չկան ելույթներ։ Մարդիկ կանգնած են իրազեկման ակցիա են անում։ Իհարկե այստեղ մեկ այլ հարց էլ է շահարկում, քաղաքացիներ կան ասում են, բայց եթե իրազեկման մասին ակցիա ինչու է անգլերեն լեզվով, կարող է եւ անգլերեն լեզվով լինել եւ իրենց պատկերացրած իրազեկման ակցիան այդպեսին է, դուք չեք կարող դա քննարկել։ Հարցը այլ տեղ է։ Նախ անգլերենը միջազգային լեզու է, էլի, սկսենք այդտեղից եւ ամբողջ աշխարհում ընդունված խոսել անգլերեն, անկախ նրանից գաղութ ես հանդիսանում թե ոչ։ Եվ երկրորդ, այստեղ
որտեղ մարդիկ կոնկրետ տեսակետ են հայտում, կոնկրետ հարցադրումներ են անում, որոնց պատասխանները առ այսօր չեն հնչել որևիցե այլ ռուսամետ քաղաքական ուժերի կողմից կամ ռուսաստանյան որոշ Զախարովաների կամ մյուսների բերանից, հա։ Չնայած երևի նման հարցեր այնտեղ բարձրացնողն էլ չունենք, որովհետև այնտեղ հարցեր բարձրացնողը ամբողջովին ռուսական տիրույթում է։ Իսկ ընդդիմադիրների ակցիաները ուղեկցվում էին ստերով ու կեղծիքներով։ Մենք այստեղ շատ փորձել ենք լուսաբանել ու հասկանալ ու ընդ որում ասել ենք, եթե այդ ամեն ինչը անկեղծ լինի, մենք էլ կարող ենք միանալ, ցանկացած է, բնական է, որ մենք մեր պետության ու հայրենիքի մասին մտածում ենք, բայց կեղծ թեզերի տակ եւ այլ նպատակների տակ այլ աշխատանքներ անելը, մարդկանց թունավորելը, կներեք, դրան միացող չենք կարող լինել։ Ընդ որում հրավիրել ենք նաեւ այստեղ խոսելու, չեն եկել մինչեւ այսօր ոչ մեկի ոչ ձեն կա, ոչ ձուն կա, ոչ խեր ու խաբար։ Եվ դարձյալ վերադառնալով հարցին, հարգելի ներքին գործերի նախարար, ինչու են ոստիկանները մոտեցել մի քանի հոգանոց խաղաղ ակցիա իրականացնող ներկայացուցիչներին հանրային վայրում հրահանգում, որպեսզի նրանք հեռանան այդտեղից։ Խնդրում ենք այս հարցի պատասխանը եւ շատ կցանկանենք, որպեսզի падգամավորներից որևիցե մեկը կառավարության հետ հարցու պատասխանին անպայման անդրադառնալ սրան, հաշվի չառնելով այս պարագայում, որ Արման Բաբաջանյանը նույնպես կուսակցություն է ներկայացնում եւ կարող է քաղաքական տեսանկյունից ճիշտ չնկատվի։ Ոչ, նախ եւ առաջ մինչեւ կուսակցություն ներկայացնել, նախ եւ առաջ քաղաքացիներ են բոլորը։ Եւ այս մասով հանգիստ այս տեսանկյունից հանգիստ կարելի է այդ հարցադրումները տալ։ Արդյոք օրինակ, եթե ես վաղ դուրս գամ հանրային իմ սահմանադրական իրավունքից օգտվելու եւ հանրային որևիցե տարածքում որևիցե ակցիա իրականացնելու, ինձ ոստիկանը պիտի գա ու ցույց տա, թե ես որտեղ պետք է անեմ, որտեղ ոչ։ Արդյոք դա լինելու է, ասեք իմանանք, եթե այդպես է, ուրեմն անհրաժեշտություն կա երևի սահմանադրությունը այդ կետն էլ վերանայելու հավաքների մասին ազատության կետը, որովհետև ստացվում է, որ այդ կետի տեղը կարելի է գրել, որ նախապես դիմեք ոստիկանին, որ դուք ակցիա եք անելու եւ նա ձեզ մատնացույց կանի այն վայրը, որտեղ դուք կարող եք ակցիա իրականացնել։ Այդպես չի լինում։ Դուք էլ գիտեք, որ այդպես չի լինում։ Այնպես որ այս մասով կխնդրենք, որպեսզի ոստիկանները երկակի ստանդարտներ եւ չկիրառեն եւ ինքնագործունեությամբ չզբաղվեն, հատկապես խաղաղ բնույթի ակցիաներ իրականացնողների հանդեպ։ Սա ինչքան էլ որ կարող է Արարատ Միրզոյան եւ Լավրով հանդիպումը պետության համար կարևոր հանդիպում է, այնուամենայնիվ դրանք ակցիաներ են, իսկ ով ասել, թե մյուս դեպքերում կարևոր չէին հանդիպումները եւ կարելի էր թույլ տալ, որպեսզի մարդիկ այլ գործողություններ իրականացնեն։ Ընդ որում մինչև խուլիգանություն եւ մի հատ այսպիսի հարց, հարգելի նախարար եւ նախարարության աշխատակիցներ, այդ ժամանակ գործնախարարության շենքը դա արդեն բան չի, էլի, հանրային տարածք չի, չնայած միջանցքները կարելի է եւ հանրային տարածք համարել, բայց այս դեպքում ներխուժել էին։ Ձեր ոստիկանների, մեր ոստիկանների բաներին, օրինական պահանջներին չենթարկված ու շենք ներխուժած աղմկող խուլիգանություն անող քաղաքացիներից ովքեր ինչ կարգի են պատժվել, ինչ պատիժ է կիրառվել կամ առհասարակ պատիժ կիրառվել է թե ոչ։ Եղել է նման դեպք թե ոչ։ Կխնդրենք այս մասով փոքրիկ լուսաբանում, որովհետև այս ամեն ինչի չլուսաբանելը, եթե եղել է օրինակ պատիժներ, չլուսաբանելը հանրության մոտ վերածվում է իր իսկ անվտանգության հանդեպ անվստահության, այսինքն մարդը իրեն անվտանգ կարող է չզգալ կամ վստահ չլինել, որ ոստիկանը կարող է իր ներքին անվտանգությունը ապահովել խուլիգանների որոշ խմբից, ովքեր կարող են օրինակ ներկայանալ որպես ակցիաներ իրականացնող քաղաքացիներ։ Սա այսպես, իսկ մնացած մասով ես հասկանում եմ, որ մեր արտգործնախարարությունը չէր կարող չգնալ հանդիպման Լավրովի հետ, Ռուսաստանի արտգործնախարարության հետ եւ առհասարակ գիտեք ոնց է, որքան էլ որ մեկը ես ունեմ թշնամական վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության ղեկավար կառավարող ուժի հանդեպ եւ ոչ ժողովրդի, որպեսզի հանկարծ չլինեն մարդիկ մանիպուլացնեն, էլի թե ռուսատիացություն կամ այդպես կան, էլի ռուսաֆոբիա, բան, սենց ապուշ բաներ խոսողներ շատ կան, իրենց մեկին գումարած 1 3 է անում պատկերացումներով մաթեմատիկական եւ դրանով ինչ որ փորձում են ազդեցության գոտիներ ստեղծել տգետների խմբեր,
Եվ այդ խմբերը երբ որ շատ են լինում, գիտեք ինչ իսկապես սկսում են վտանգ ներկայացնել։ Դրա համար անհրաժեշտություն կա անընդհատ շեշտադրում անելու։ Բայց գիտեք ոնց է, այսպես թե այնպես, եթե մենք անգամ Թուրքիայի հետ գնում ենք հարաբերությունների կարգավորման, ուրեմն Ռուսաստանի հետ պիտի գնանք եւ առհասարակ ամբողջ աշխարհի հետ էլ պիտի գնանք, բայց մեր դիրքը արդեն ահագին այլ տեղում է, հա, այստեղ արդեն այն օրինակ Ռոբերտ Քոչարյանի այս վերջին ասուլիսները ինչի մասին են, որ խնդրում ենք որ գաք իմացեք, մենք այստեղ ենք, մենք հարց լուծող ենք, ակկրճը մտածեք հարց լուծող ենք։ Մեզ մի քիչ էլ որ գումար ուղարկեք, հեսա բան ենք անում։ Այս աշխատանքները անպայման նկատվում, ենթարկվում են անալիզի եւ այլն։ Այնուամենայնիվ Ռուսաստանի հետ հարաբերությունները մենք չենք կարող չոր ու կոպիտ վերցնել ու խզել, կացնով կտրել ու ասել չէ ոչ մեկիդ էլ չենք դիմանում, չգիտեմ, ռադներդ քաշեք այստեղ։ Իհարկե լավ կլիներ, ցանկալի կլիներ, որ մեր պետությունը ունենար այդ ներուժը ու կարողանար ով իրեն դուրս չի գալիս մի կողմ նետեր, շպրտեր կամ ասես վերևից պահանջներ ներկայացներ, բայց այնուամենայնիվ եկեք մի հատ մեր չափն ու վիճակն էլ հասկանանք ու այստեղ պետք է հավասարակշռված դիվանագիտություն վարել եւ այո, նաեւ այդ հարաբերությունները անհրաժեշտ են հենց նաեւ նրանով, որպեսզի կարողանաս ներկայացնել մեր թեկուզ բողոքը, հա, եթե անգամ բողոքը հոչի նստելու Արարատ Միրզոյանը Facebook-ով բողոքի Ռուսաստանին, չէ, պետք է ունենաս հարաբերություն, որ ասես, գիտես ինչ, այս բանի վրա ես ջղայնացած եմ, այս բանից բողոք ունեմ, այս կետով դու չես արել այս ինչ բանը, այս կետով էլ բնականաբար չեմ արել ես այս ինչ բանը։ Հասկանում եք, այս իմաստով այո, եկել է, թողնենք, թող դիվանագետները աշխատեն, բայց մյուս կողմից էլ այո, վերաբերմունքն էլ է պետք որ ցույց տա ժողովուրդը, դա ինչ վերաբերմունք ունի, հանկարծ նրանք չմտածեն, էլի, այստեղ Քոչարյանով ու Սերժով կարող են ինչ-որ բան անել։ Ճիշտ հակառակ, ռուսական կողմին ես ասել եմ, էլի եմ ասում, այդ Սերժին ու Քոչարյանին արանքից դուրս բերեք, որովհետև եթե ռուսաֆոբիա տարածող կա, դա հենց իրենք են իրենց դեմքերով եւ իրենց երբեմնի արած աշխատանքներով։ Հիմա երևի թե ժամանակն է վերադառնանք Ռոբերտ Քոչարյանի ու Հայաստան դաշինքի մտքի գոհարներին 30 կետից բաղկացած, որոնցից 3-ը չէ, ես նախ մինչև առաջին հատվածի դադարը հայտարարելը մի հատ հիշեցնեմ ուր էինք ասել, նախ առաջին կետով չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել, սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի այլ մոտիվացիա, ինքն ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին եւ այն խաղաղության հետ առնչություն չունի, սրա մեկնաբանությունը տվել ենք, ովքեր չեն դիտել, ես կխնդրեմ, որպեսզի երեկվա եթերը YouTube-ում կա, անպայման դիտեք, որպեսզի հասկանաք խոսքը որ ուղղությամբ զարգանալու եւ գնալու, պատասխանել ենք դրան։ Հայաստանն այսօրի վիճակի չէ, այս տարածաշրջանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը նախ եւ առաջ պետք է բանակով զբաղվել, դառնալ ավելի կազմակերպված եւ աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք կկոմպենսացնեն քո երկրի բացերը, սրան նույնպես անդրադարձել ենք։ Թուրքիայում Օսմանյան երազանքը նոր զարթոնք է ստանում։ Մենք խորտ մարմին ենք մեծ քաղաքական պատկերի մեջ, որը Թուրքիան այսօր ակնհայտ հետապնդում է, պետք է լավ հարաբերություններ կառուցել այդ երկրի հետ, բայց չպետք է շանտաժի ենթարկենք, դե այստեղ արդեն ցնդաբանությունը անցել էր բոլոր սահմանները, կարծես այդ նույն Հայաստան դաշինքը չի օրը մեջ դրոշ այրողը, ու երբ որ մենք դրա մասին ասում ենք, այս նույն բանը, որ ասում ենք հարաբերությունները պետք է կառուցել, դրոշը չեն այրում հարաբերություններ կառուցելուց առաջ, կարծում են թե մենք նենց սիրտները սավում ա, որ Թուրքիայի դրոշ այրվում։ Ճիշտ հակառակ, ես առաջարկում եմ մի 1000-2000 հատ կարող եմ դրոշ պատվիրել, բերենք, տանենք միտեղ, դնենք խարույկ անենք, վառենք, թե սպասում եք ապրիլի 24-ից ապրիլի 24 եք միայն հիշում, որ թուրքերը ցեղասպանություն են արել։ Խնդրեմ, եկեք գնանք վառենք, ինչքան եք ուզում, քանի հատ է պետք որ վառենք, որ բոլորի սիրտը հովանա, եթե այդպես է բան լինում, հովանում որոշ, չգիտեմ, աբորիգենների պատկերացում ունեցողների սրտերը։ Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ իհարկե ներառել Իրանի գործոնը հայ-ռուսական հարաբերություններին, գումարենք Իրանի կոմպոնենտը, դարձնելով դրանք եռակողմ հարաբերություններ։ Ահա, այսպեսին էր, այս 4 կետերին անդրադարձել ենք, մանրամասնել ենք, հիմա անցնենք առաջ, իսկ առաջ կանցնենք միայն կարճ դադարից հետո։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ եւ շարունակելուց առաջ թույլ տվեք եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօրվա
այս հատվածի իմաստը կարող եք ըմբռնել դիտելով երեկվա եթերը, որովհետև այսօր շարունակում ենք երեկվանը։ Ահա, 5-րդ կետ, որևէ մեկը չի պատրաստվում Արարատը գրավել, ոչ մեկ այդ կարգի ավանտյուրիզմով չի տառապում, Արարատը մեր սիմվոլն է, մեր ազգային ինքնության մի մասն է, այսօրվա իշխանությունը քանդում է մեր պատկերացումները մեր իսկ ազգային սիմվոլների մասին։ Սա հերթական չգիտեմ, անգրագիտությունը, որ կարելի է լսել, ու գիտեք, երբ որ լսում ես Ռոբերտ Քոչարյանին, օրինակ, վերցնում ես, ասես մի հատ տեսնենք լավ, ինչ է խոսում, այսքան մարդ հավաքել, ինչ որ բան է խոսում։ Լսում ես ու իսկապես չես ուզում հավատալ, չես ուզում ցանկանալ հավատալ, որ նա եղել է ՀՀ ղեկավար։ Չես էլ ցանկանում հավատալ, որ նա եղել է անգամ Արցախի հանրապետության նախագահ։ Հասկանում ես, պայթում է, ուղղակի ուղեղը պայթում է։ Ուրեմն որևէ այս Արարատի հետ կապված, Արարատ Արագածի հետ կապված, հա, տեսեք, ոչ մեկ չի ասել, խնդրում եմ, ինձ ցույց տվեք մի հատ կետ, որտեղ որևիցե մեկը ձեզ ասել է մոռացեք, մոռանանք Արարատը, չնայենք այդ ուղղությամբ, չտեսնենք հանկարծ։ Արարատը ուզես թե չուզես տեսնելու ես միշտ, ու չես էլ կարող մոռանալ, որովհետև այո, դա մեր սիմվոլն է։ Ես էլ այստեղ 1000 անգամ ասել եմ, որ խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը օրինակ Արագածն է, ունենք շատ այլ լեռներ, լեռնաշղթաներ, ձորեր, կիրճեր, գետեր եւ այլն։ Ու այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության տարածքում է, ու Հայաստանի Հանրապետությունում տարածքում եղածը սիրել, այսինքն գործողությունով սիրել, շատ չափազանց ավելի կարևոր է, իսկ Արարատի մասին երազանքները կամ ցանկությունները ոչ ոք չի ասել, եկեք մոռանանք։ Ոչ, մենք ասում ենք դեռ եկեք մի հատ եղածը ֆիքսենք, հիշենք, սիրենք, հասկանանք, ցույց տանք թե որքանով մենք կարող ենք սիրել, հետո կանցնենք առաջ։ Արարատի մասին մոռանալու այդ կոչերը արել են հենց ձեր ուժերը մարդկանց խաբելու նպատակով, որպեսզի մարդկանց, չգիտեմ, գցեն ավելի ծանր հոգեբանական վիճակի մեջ, ոնց թե այս իշխանությունները ասում են մոռանալ։ Ցույց տվեք ձեր ամբողջ էլեկտորատով, չգիտեմ, քանի հազար հոգի եք այդտեղ, գտեք, հենց իմի գնացեք մանրադիտակով փնտրեք, գտեք, բերեք, մցրեք այս աշկից մեջ, որ որևիցե մեկը ասել է Արարատը պետքա մոռանալ։ Ուրեմն իրենք վերցնում են հակառակ թեզը առաջ են տանում, հետո այդ հակառակ թեզը մարդկանց լավ կերակրելուց հետո վեր են կենում, ասում են, գիտեք, այսպես պետք չի, այսպես է պետք։ Ինչպես է պետքը իրականում արդեն ասված է։ Դուք շատ հետաքրքիր ձեռագիր է, էլի, նախ որոշ անիմաստ բաներում մեղադրել դիմացինին, հավատացնել բոլորին, որ իսկապես այդ մարդը այդ անիմաստ բաներում մեղավոր է, հետո դու վերցնես այդ մեղավորության հենքի վրա քո տեսակետը կառուցես իբր ու նույն մարդկանց սպասարկես որպես քո մտածած։ Ապուշություն։ Ասեմ ավելին, Արարատը առհասարակ, Արարատը վերացնողը նույն սպորտային ֆորմաների վրայից դուք եք եղել։ Դուք։ Արարատը ոչ մեկին չի ասում մոռանալ, ճիշտ հակառակ։ Եթե օրինակ ինչ-որ մի օր գնա մեր զինանշանի թարմացման process, ինչին ես միայն կողմ կլինեմ, եւ մանրամասն դարձյալ որերորդ անգամ, 1000-րդ անգամ երևի կներկայացնեմ, թե ինչու է անհրաժեշտ, բայց Արարատ լեռը ես օրինակ կողմ չեմ լինի, որ երբևէ վերանա զինանշանի կամ ինչ-որ բանի վրայից։ Ոչ, դա Արարատն է ու վերջ։ Ինչ կապ ունի, թե որ երկրում է։ Մենք դա մանրամասնել ենք։ Կապ չունի այս պայդրությամբ, որ պետության շրջանակներում է, դա մեր սիմվոլն է։ Օրինակ լուսինն էլ բոլորի համար է, չէ՞, բայց ոչ չենք ասում, բախի են վերցրել դրել իրենց զինանշանի վրա։ Ոչ։ Մենք ունենք, դա մերն է։ Բայց մեր պետության ներսում մենք ունենք մեր պետության ներսում շատ չափազանց այլ կարևոր բաներ, որոնք պետք է կարևորել։ 6-րդ կետը. իմ նախագահության ժամանակ Ռուսաստանի նախագահների հետ երբեք խոսակցություն չի եղել Հայաստանը միութենական պետության կազմում ընդգրկելու մասին, ոչ էլ Բելարուսի նախագահն է խոսել դրա մասին։ Կարող է ուղիղ խոսակցություն եղած լինել կամ չլինել, հարցը սա չի։ Բայց հարցն է նա, որ Լևոնից սկսած բոլոր այդ երեքը էլ պետությունը տարել եք դեպի Ռուսաստանի կազմի մեջ, որովհետև անմեղ սունակություն ստեղ դրսևորել է, ես չեմ հասկանում։ Հիմա ինձ ասա, ես
վերջերս նորից հիշել էի Ագնեսա Խամոյանին տված հարցազրույցից, երբ որ ասում էր գույք պարտքի դիմացը ինչա։ Ինչով է լավ։ Ու քո պատասխանը հետևյալն է, իսկ ինչով է վատ։ Հեն, բան, Եվրեյսկի պատասխանը, էլի հարցին հարցով պատասխանի, մինչև մտածես։ Քեզ հարցնում են ինչով է լավ։ Դու ասում ես 100 միլիոնը մնաց Հայաստանում, փոխարենը, այդ գործարանները տվեցինք իրենց, մեկը դրանք չէին աշխատում։ Բայց դու ասում ես տնտեսություն եմ զարգացրել, տնտեսությունը զարգացնում են նաև արտադրությունով։ Այսինքն առաջին հերթին արտադրությունով։ Դու ասում ես մեկը չէին աշխատում, նենց եք աշխատեր։ Եվ գույք պարտքի դիմացը միայն չի, ախր եթե Ռուսաստանը վերցրած ու այդտեղ ներդրումները առասուներ, կասենք, հա, ոնց որ հետաքրքիր ծրագիր է, դե ինչ որ Հայաստանում չկար մեկը, որ այդ գործարաններում ներդրումներ աներ ու այդ գործարանները աշխատեր երևի, տվել են օտարերկրյա ներկայացուցիչների, դե մի օտարերկրյա ինչ կապ ունի, եթե օտարերկրացի է, ինչ կապ ունի, ով է թող լինի ռուսը, լավ։ Հիմա գալիս ես Ռոբերտ Քոչարյան, գնանք միասին շրջենք քո նվիրած բոլոր գործարաններով։ Գրանք մեծ շրջենք, տեսնենք, երբ որ տալիս էիր, ինչ էիր ակնկալում, և այդ ակնկալիքները որքանով են արդարացվել, դու ոչինչ չես ակնկալել, դու ընդամենը նվիրել ես, էդ էլ են դեպքում, երբ որ Պուտինը չի էլ ուզել դա, տվել ես, որ ասես ես քո ծառան եմ, ես ասելով, այս պարագայում ոչ թե Քոչարյան Ռոբերտն է դառնում ծառա, այլ պետությունը, որովհետև պետությունը ներկայացնողը ցավոք սրտի դու ես եղել, սա այսպես կամ նույն գազատարի հարցը, ինչի էր դրանով ոչ միայն Հայաստանին, այլ նաև մեր հյուսիսային հարևան Վրաստանին դնում կախվածության մեջ Ադրբեջանից, որ հետո հնարավոր լինի Վրաստանի վրա աշխատել, հա։ Եվ հետո մենք նստենք ասենք, վրացիները տեսակ մեզ չօգնեցին, թույլ չտվեցին անգամ չգիտեմ ինչեր մատակարարվեն Հայաստան եւ այլն։ Ախր չէ նեղ կոնտեքստում կամ ոչինչ չհասկացող մարդկանց դու կարող ես խաբել, բայց մի քիչ տեղյակ մարդկանց այլևս չես կարող, անհնար է դա։ Իմ երբեք չի եղել միութենականության բան։ Հայաստանը եղել է Ռուսաստան։ Ասեմ ավելին, քո նախընտրական ռոլիկները հիմա չհիշեմ, ինչքան թուրքամետ ռոլիկներ են, ինչքան թշնամական, բայց քո վերջին հավաքը Հանրապետության հրապարակում ուղեկցվում էր այլ պետության դրոշներով։ Օրինակ տես, Եվրամիությունը, օրինակ արևմտամետ գործիչները մի փոքր այլ քաղաքականություն են վարում։ Նրանք երբ որ անում են հավաքներ, բերում են, ասենք եթե պիտի բերեն արևմտյան խորհրդանիշներից մեկը, բերում են Եվրամիության դրոշ, այսինքն միության դրոշ։ Ոչ թե առանձին վերցրած Ֆրանսիայի դրոշը կամ մյուս։ Միացյալ Նահանգների դրոշն են երբեմն բերում, երբ որ Միացյալ Նահանգների հետ որոշակի գործարք կա։ Բայց չեն ներկայանում այդ դրոշների ներքո, իսկ դու ներկայացել ես այդ դրոշների ներքո ու շարունակում ես ներկայանալ։ Դու այո, Հայաստանը միութենական կազմ չէր մտնելու։ Հայաստանը Ռուսաստան էր դառնալու, իսկ Ռուսաստանն ու Բելարուսը միութենական էին լինելու։ Շարունակենք։ Բելարուսի նախագահի նկատմամբ մեզ մոտ բացասական վերաբերմունք է ստեղծվել նրա Շուշի գնալուց հետո։ Հիմա դա շահագործվում է 100%-ով։ Իմ նախագահության տարիներին Բելարուսը երբեք այնպիսի քայլ չի արել, որը կարող էր մեր դժգոհությունն առաջացնել։ Ես ուզում եմ հասկանալ դու ինչի ես ստանձնել Բելարուսի նախագահի պաշտպանի դերը հիմա։ Քո ժամանակը եղել է 20 տարի առաջ։ 20 տարվա մեջ Ռոբերտ Քոչարյան աշխարհում շատ բան է փոխվում։ Ես հասկանում եմ, որ հաշվի առնելով Ռուսաստանի զարգացման տեմպերը ձեզ մոտ դեռ 90 թվականն է, բայց աշխարհում առհասարակ շատ բան է փոխվում։ Օրինակ, 20 տարի առաջ չինացիները չէին էլ կարող երազել, թե մի օր կարող են, չգիտեմ, ֆինանսավորել նախաձեռնություն, որ վերելակ կառուցվի մոլորակից դեպի տիեզերք։ Գիտես, չէ՞, հիմա ֆինանսավորել են ծրագիր, որ վերելակ է կառուցվում, մարդը կարա մտնի վերելակ, բարձրանա տիեզերք, նայի 4 կողմը հետ իջնի։ 20 տարի առաջ դա չի եղել։ 20 տարի առաջ որդիդ դեռևս Nokia 6200-ի բիզնես էր անում։ Իսկ այսօր տես ինչ է, սա արդեն վաղուց հեռախոսել չի։ Սա մի բան է, որի մեջ կա նաև հեռախոսի ֆունկցիա։ Իմիջայլոց
Ռուսաստանում դեռևս սրանից չեն կարողանում արտադրել։ Առհասարակ ոչինչ չեն կարողանում արտադրել, որովհետև իրանք սպասարկող են, ինչպես էր ասում, մեր Հայաստանը պիտի սպասարկող լինի։ Այ Ռուսաստանը սպասարկող է, ընդամենը գազ, նավթ, վերջ։ 20 տարի առաջ ավելի խորը գնանք։ Միացյալ Նահանգներում դեռևս արևային էներգիա ստանալու գաղտնիքը չէին հայտնաբերել։ Եվ այսօր իրենք ունեն կրադրներ, որտեղ արև են արտադրում, արև, որպեսզի լինի անսպառ էներգիա։ Այդ նա ինչ ամբիցիոզ ծրագրեր են իրականացում, ոչ թե արտադրում են, այլ սկսում են այդ ուղղությամբ գնալ։ 20 տարի առաջ դեռևս մարդիկ չէին մտածում, որ օրինակ կարելի է այս չիպերը, քանի որ ջուրը ավելի շատ հիշողություն ունի, կարելի է ոչ թե տերաբայթերով կամ չիպերով, այլ կարելի է աշխատել մի ուղղությամբ, որ ջրի կաթիլի մեջ պարունակվի միլիոնավոր տերաբայթերի ինֆորմացիա։ Ու աշխատում են այսօր գիտնականները այս բաների վրա, հասկանում ես։ Դու եկել ես 20 տարի առաջից այսօրվա ու վաղվա մասին բան ես խոսում։ Բելարուսի նախագահը դուրդ գալիս է, գնացեք իրար հետ ապրեք, մեզնից ինչ եք ուզում։ Բելարուսի նախագահը այն նախագահն է, որը որ Հայաստանի Հանրապետությանը վիրավորել է, գործել է Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, բացի դա կարող են աշխարհում երկրներ լինել իրար շահերի դեմ կամ կողմ գործեն, հա, բայց բացի դա մարդը դա հպարտությամբ նշում է, որպես ձեռքբերում է ներկայացնում, որ իրենք աջակցել են քո ասելով քո հայրենիք Արցախը, որպեսզի էթնիկ զտման ենթարկվի եւ լինի Ադրբեջանի կազմում։ Դու իմանաս էլ Բելարուսի նախագահը, իմ ժամանակ Բելարուսի նախագահը տես բան չի ասել։ Ցնդաբանություն։ Այս մարդը, չգիտես, ոնց է մտածում, ինչով, որտեղից, ասենք, դա մտածել է կոչվում, թե չի կոչվում։ Դու եկել ես հայկական իրականության մեջ Շուշի Բելարուսի նախագահը, որ քո ժամանակ այդպիսի բաներ չի ասել։ Բա Բելարուսի նախագահը քո ժամանակ ինչի Շուշի չի այցելել։ Նա թույլես հարցը տամ, էլի, առհասարակ, երբ որ գալիս էին բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստան, ինչի մի հատ Շուշի կամ Ստեփանակերտ չէիք տանում։ Ում էլ տարել եք սև ցուցակում են հայտնվել ու դուք չեք կարողացել միջազգային իրավունքի տեսանկյունից այդ սև ցուցակները Ադրբեջանում եղած բան անել, իջիկ դարձնել որպես բան։ Չեք կարողացել, որովհետև հասկացել եք, որ ինչ որտեղ ճիշտ բան է անում։ Եվ նաև դրա համար ոչ մեկին էլ չէիք տանում բան, ոչ Արցախ, ոչ Եռաբլուր։ Իսկ Ալիևը բոլորին տանում է, թե Արցախ, թե տանում է իրանց այդ բանը։ Ինչ էր կոչվում, այն իրանց հիվանդ երևակայության վայրը։ Հետո բաներ կա ասելով չի, անելով է։ Բայց փոխարենը դուք նույն Բելարուսում տերորիստ եք պատրաստում, որպեսզի հետո հոկտեմբերի 27-ին մտցնեք Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Իհարկե պիտի պաշտպանես Բելարուսի նախագահին, որովհետև պոչդ նրանց ոտքի տակն է։ Քո պոչը դու այնքան թույլ ղեկավար ես եղել, որ քո պոչը եղել է Բելարուսի այդ խավարասերի ոտքի տակ։ Շարունակենք։ 8-րդ կետ։ ԵՄ-ն ունի Եվրահանձնաժողով, որը հնարավորություն ունի անդամ երկրներին պատժելու տուգանելու ինչ-որ բաներ պարտադրելու։ Եթե Հայաստանի համար գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, ԵՄ-ից որքան հեռու մնանք, այնքան լավ։ ԵՄ-ից եթե ինքնիշխանություն ու ԵՄ ենք ասում, այստեղ Ռուսաստանն ու Բելարուսն են ավելորդ մնում։ Գիտեք ինչի, որովհետև մեր ինքնիշխանությունը հնարավոր եղավ շատ ծանր իրավիճակում պաշտպանել հենց Եվրամիությունով, ԵՄ-ով։ Այլ խաղացող չի եղել դաշտում։ Ընդ որում այն պարագայում, երբ որ ԵՄ-ի հետ մենք չունեինք ոչ մի տեսակ ռազմավարական, ոչ պարտականություն, ոչ էլ ինքը ուներ պարտականություն։ Իհարկե, սա աշխարհքաղաքական բանի մեջ փոխադարձ շահեր է, բայց այդ փոխադարձ շահերը պետք է նաև նկատելի կարողանաս դարձնել։ Պիտի կարողանաս դիմացինին համոզել, բացատրել, ներկայացնել, որ ինքը այդտեղ շահ ունի։ Եվ ԵՄ-ին շատ լավ գիտի Հայաստանը ինչ է, Ռուսաստանը ինչ է։ Բայց երբ որ Ռուսաստանը սահմանագծերում մեր թիկունքից խմում էր, ԵՄ դիտորդները այստեղ աշխատանք էին իրականացնում, ինչին ձեռ էր առնում ձեր պաշտպանության երբեմնի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում էր, այդ գրիչներով ու բինոկլով ինչ պիտի անեն։ Արեցին ավելին, քան Ռուսաստանը իր տանկերով ու բետերներով։
Համառոտ անդրադառնում ենք ժողովուրդ ջան, 9-րդ կետը։ Մենք այդքան խելք չունենք, որ հասկանանք, թե մեզ հետ ինչ է պատահել, եւ Ռուսաստանը պետք է մեզ մոտ ատելություն սադրի Թուրքիայի նկատմամբ։ Սա անլուրջ մոտեցում է եւ անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Ասմախի Ռուսաստանն է այն երկիրը, որ պիտի Թուրքիայի նկատմամբ, այո, Ռուսաստանը կայսրությունն է, Ռոբերտ Քոչարյան, ոչ միայն Ռուսաստանը, առհասարակ կայսրությունները ունենում են այլ երկրներում ազդեցության ներկայացուցիչներ քեզ նման, որոնց տհասությունը կարողանում են օգտագործել տվյալ պետությունում որոշակի արդյունքներ գրանցելու համար, կամ տհասությունը, կամ բանը մեծ ախորժակը լափելու եւ այլնի, մի խոսքով հիմա Ռուսաստանը Հայաստանում սովետական միության ժամանակ, սովետական միությունից հետո, մենք հասկանում ենք, չէ, որ սովետական միության փլուզումից հետո, երբ որ Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն, այնպես չի, որ համակարգերը մաքրվեցին։ Այստեղ բոլորը եղել են աշխատող սովետից հետո։ Եվ դեռ երկար պետք է մաքրվեր այդ բռը, բայց դուք չէիք մաքրում, ընդհակառակը ավելացնում էիք դա։ Եվ անկախությունը ըստ էության չձևավորվեց ցավոք սրտի այդ ժամանակներում։ Իհարկե փաստաթղթերով դե յուրե կար, բայց դե ֆակտո այլ բան էր։ Հիմա այդ դե յուրեն էլ է հարցականիտական դվորում։ Հիմա Ռուսաստանը կարողացել է մեզ, այո, տրամադրել ոչ միայն Թուրքիայի, այլ ամբողջ աշխարհի դեմ։ Ամբողջ աշխարհի։ Դու ունենալով հերոստատեսություններ եւ կայքեր, որոնք որ առավոտից երեկո թույնը թարախ են թափում, դու շատ ով դու շատ լավ գիտես դրա էֆեկտիվությունը, պրոպագանդայի էֆեկտիվությունը։ Եվ հիմա դու զբաղված ես այդ պրոպագանդայով։ Հենց հիմա դու Ռուսներին դուր գալու համար ներկայացնում ես Եվրամիությանը որպես չարիք։ Ուսմա Ռուսաստանը պիտի ասի բանա Թուրքիայի նկատմամբ։ Նաև այո։ Բայց շեղելով իր օգտին այդ թշնամությունը։ Այսինքն մենք Թուրքիայի հետ կարող ենք հասկանալ, խորքային վերլուծել ու ճիշտ ավելի գծին դնել մեր թշնամությունը ինչումն է կայանում, մեր ատելությունը ինչումն է կայանում, իսկ Ռուսաստանը կարող է իր բանից ելնելով մեր դիրքը օգտագործել, մեր թշնամությունն ու ատելությունը ներսից եղած օգտագործել իր պատճառաբանություններով ու իր պատմած հեքիաթներով։ Մի բանով, ընդ որում ցեղասպանությամբ, որտեղ ինքն էլ ունի ուրույն մասնակցություն, այնպես չի որ չունի։ Այստեղ դուք նեղվում սարսափում եք, որ իրենց անունով ենք կոչում։ 10-րդ կետ։ Այսօրվա իշխանությունները Ռուսաստանի հետ կապված կեղծ թեզեր են առնչվում։ Հա, ընդ որում, այդ բանի հետ կապ, բայց այդ դեպքում, եթե դա այդպես չի, ինչի էին մեր բոլոր մտավորականներին մեծամասնությունը եւ ոչ միայն հայ մտավորականներին, մեծ սովետական միությունում կամ առհասարակ ռուսական կայսրությունում նայեք ձեր իմացած մեծագույն գրողների, ստեղծագործողների անունները կարդացեք ու նայեք ոնց են վախճանվել։ Կեսը արտաքսվել են, կեսը վթարների են ենթարկվել, կեսը իրենց տան մեջ են ինչ-որ սենց անհասկանալի մայրով մահացել, մարդիկ առհասարակ եկեղեցուց վռնդվել են եւ այլն եւ այլն։ Այսօր հանկարծ սկսել են բոլորին վերագնահատել։ Եվ նույնը սովետական շրջանում եւ նույնը մեր հայ ստեղծագործողների եւ մտավորականների հետ են նույն կերպ վարվել։ Բայց ինչի են այդպես վարվել, որովհետեւ այս մարդիկ ինչ որ կերպ փորձում էին բացատրել թե ինչն ինչոց, հա։ Շատ զգուշորեն, որ հանկարծ չենթարկվեն KGB-ի բանին։ Բայց ինչի խոսքի ազատություն չկար այդ դեպքում։ Ինչու էին այդքան արգելքներ դրված։ Ասենք Ռոբերտ Քոչյանը իսկապես տեղյակ չի բանից, ասենք Մոսկվայից ոնց էին հետևում ամեն տառը տողը կամ ֆիլմերը ոնց էին նկարահանվում, որ հանկարծ այսպես չլինի, այսպես լինի։ Տեղյակ չէ, բա դու ինչից ես տեղյակ։ Բա դու ոնց ես բանանում խոսում հարաբերություններից ու չգիտես ինչերից։ Եթե ես ամեն ինչից տեղյակ չես, թե Ռուսաստանն ինչքան լավն է, բայց տեղեկացի, ծանոթացնում ենք, սովորի, իմացի։
Ժողովուրդ ջան, հասանք 10-րդ կետին եւ մեր ժամանակը մոտեցավ իր ավարտին, վաղն էլ արագ կանցնենք եւ իհարկե կփորձենք նաեւ այլ թեմաներ նույնպես քննարկել, որովհետեւ նաեւ Երևանի քաղաքապետարանում էլ հետաքրքիր բանավեճեր էին ծագել, որոնք որ լույս են սփռում շատ, ասենք, ճաքերի վրա, հա, որոնք որ sense ներկայացված էին հանրությանը։ Ինչու ոչ նաեւ Ալեն Սիմոնյանի կոնկրետ խնդրի գործի հետևից գնալը նույնպես լուսաբանման արժանի է, որովհետև դա ոչ միայն Ալեն Սիմոնյանի թեման է, այլ իշխանության բոլոր ներկայացուցիչների մասով, որ իրենց անունը շարարկվում է տարբեր տեղերում վարկաբեկելու համար, ուղիղ վարկաբեկելու համար։ Եվ հանրությունն էլ դա կուլ է տալիս, որովհետև այլ աղբյուր չկա, ճիշտը բացատրելու։ Ամեն դեպքում այս շաբաթը կարծես աշխատանքային sense բավականին լիքը լեցուն բանա ստացվում, լավ կլինի։ Ամեն դեպքում համբերություն եմ մաղթում, սիրելիներս, եկեք լինենք օբյեկտիվ գնահատականներ տալուց, լսենք իրար եւ փորձենք ընդունել բաներ, որոնք որ մինչեւ այդ գուցե այլ կարծիք ենք ունեցել այդ թեմաներին։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։